Ապրիլի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել առերեսվելով նոր աշխարհակարգին անունով ֆորումի ընթացքում, որտեղ խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի եւ մի շարք այլ հարցերի շուրջ։ Ալիևը մասնավորապես նշել է. Այն, ինչ մենք ակնկալելու ենք Հայաստանից, կապված է մեր տարածքային ամբողջականության եւ իրենց սահմանադրության հետ։ Հենց Հայաստանի սահմանադրությունը փոփոխվի եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, Հարավային Կովկասի համար այլևս խոչընդոտներ չեն լինի ինտեգրված տարածաշրջան դառնալու համար։ Ալիևը շարունակում է առաջ մղել Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը։ Դեռևս մարտի 13-ին, երբ Ադրբեջանի պաշտոնյաներից տեղեկացանք, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է, այդ հայտարարությանը զուգահեռ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման արդեն դրվել էր Հայաստանի առջև։ Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին լուրերը մեծամասամբ քննադատաբար ընկալվեցին Հայաստանում, եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը բարձրաձայնում էր, որ այդ համաձայնագիրը իրական խաղաղության մասին չէ, քանի որ այն իր մեջ չի ներառում գերիների վերադարձի, արցախցիների վերադարձի իրավունքի, սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին եւ չի մեղմացնում իր հայատյաց քարոզչությունը։ Զուգահեռաբար խնդրահարույց է այն հանգամանքը, որ այս համաձայնագիրը պետք է ստորագրվի առանց միջնորդների եւ միջազգային երաշխիքների, այսինքն հայկական կողմն իր հույսը պետք է դնի Ալիևի խոստումների եւ հավանական ստորագրության վրա, ինչը համաձայնագրի նկատմամբ անվստահության հերթական պատճառն է։ Ամիսներ շարունակ ընդդիմությունը նշում էր, որ Ադրբեջանը ոչինչ չի զիջում այս համաձայնագրի ստորագրմամբ, ինչին ի պատասխան Հայաստանի իշխանությունները հակադարձում էին, որ համաձայնագրում առկա բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին, հետեւաբար չկա այնպիսի կետ, որ Հայաստանը զիջում է, իսկ Ադրբեջանը ոչ։ Տառ չկա այնտեղ գրված, որ վերաբերվում է միայն Հայաստանի Հանրապետության եւ չի վերաբերում Ադրբեջանի Հանրապետության։ Համաձայնագրում ներառված զիջումները հիմնականում վերաբերում են երկու կետի՝ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայման բացառմանը եւ միջազգային դատական հայցերի հետքաշմանը։ Այս առումով իշխանության թեզը քննադատության չի դիմանում, քանի որ երրորդ երկրների ուժեր Ադրբեջանում չկան եւ դրա կարիքը նա չունի, իսկ Հայաստանի Հանրապետությունում առկա են Եվրոպական միության դիտորդներ, ում ներկայությունից ի վեր իշխանություններն էլ հաստատում են, որ սահմանին իրավիճակը հանդարտվել է։ Դրան զուգահեռ Ալեն Սիմոնյանի հետ համակարծիք չէ նաեւ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, ով մասնավորապես նշել է, որ երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները սա դարձնում են վերջին քայլն այն ճանապարհին, որի ընթացքում մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ի տարբերություն իշխանությունների Գերմանիայի արտգործնախարարը համարձակ զիջումները որակում Հայաստանի գործողությունները։ Միևնույն ժամանակ այսօր համաձայնելով դատական հայցերի հետքաշմանը Հայաստանի հաջորդ սերունդները զրկվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած Ադրբեջանին պատասխանատվության կանչելու ապագա հնարավորությունից։ Ամփոփելով համաձայնագրի վերաբերյալ հակիրճ նախապատմությունը, եկեք վերադառնանք Ալիևի բուն ելույթին։ 2.5 ժամանոց ելույթի ընթացքում Ալիևը ահռելի ժամանակ ծախսեց ԱՄՆ նախկին վարչակարգի հասցեին քննադատություններ հնչեցնելու համար։ Ալիևը Բայդենի վարչակարգի օրոք ԱՄՆ-ադրբեջանական հարաբերություններն անվանեց կրիզիսային եւ նշեց. Բայդեն-Բլինքեն ադմինիստրացիայի տարիներին Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են նկարագրվել որպես ճգնաժամային հարաբերություններ։ Դրա պատճառը մենք չենք, մենք միշտ ցանկացել ենք լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, որն աշխարհի հզորագույն երկիրն է, բայց դրա պատճառը Բլինքենի կողմից ղեկավարվող պետդեպի հակաադրբեջանական քաղաքականությունն էր եւ հակաադրբեջանական շատ անձանց առկայությունը աշխատակազմում։ Սրանից հետո Ալիևն ավելի հեռու գնաց եւ ԱՄՆ նախկին վարչակազմին մեղադրեց Հայաստանին միակողմանի պաշտպանելու մեջ։ Մասնավորապես նա նշեց. Բայդեն-Բլինքեն թիմի նկատմամբ վերվստահության մակարդակը հավասար է 0-ի։ ԱՄՆ-ն Բայդեն-Բլինքեն թիմի ներքո միակողմանիորեն կանգնել էր Հայաստանի կողքին։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատմության մեջ դա առաջին անգամն էր, որ պաշտոնապես ԱՄՆ-ն նման դիրքորոշում ուներ։ Այո, մենք գիտենք, թե Հայաստանը ինչ կարգի աջակցություն ուներ ժողովրդավարական բոլոր վարչակարգերի կողմից, բայց այնուամենայնիվ ամերիկյան միջնորդության պատմության ընթացքում երբեք ԱՄՆ-ն միակողմանիորեն Հայաստանի կողը չէր կանգնել։ Ալիևն այսքանով չի սահմանափակվում, նաև հավելում է, որ բավարար է հիշել նախորդ տարվա ապրիլի 5-ի իր ձևակերպման բավականին տարօրինակ բրյուսելյան հանդիպումը Բլինքենի, ֆոն դեր Լայենի, Բորելի եւ Փաշինյանի մասնակցությամբ։
Այս հանդիպումը նա համարում է պատմության մեջ աննախադեպ, որ ԵՄ եւ ԱՄՆ պաշտոնական նման բարձր մասնակցությամբ հանդիպում ունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ պոստսովետական ցանկացած երկրի հետ։ Նա նաեւ հավելում է, որ այդ հանդիպման արդյունքում գաղտնի կերպով համաձայնություն է ձեռք բերվել աջակցել Հայաստանին ռազմական առումով, եւ որ այդ հատվածը հանդիպման պաշտոնական հայտարարությունից միտումնաբար դուրս է թողնվել։ Ալիևը նաեւ նշել է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման մեկ այլ պատճառը Բայդենի վարչակազմի հեռանալուց ընդամենը 5 օր առաջ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության խարտիայի հապճեպ ստորագրումը։ Այս ամենով իհարկե Ալիևը չի սահմանափակվել։ Նա երկար-բարակ շարունակել է բողոքել ԱՄՆ նախկին վարչակազմից։ Նաև հիշել է USAID-ին, նշելով, որ USAID Ադրբեջանում իրականացված ապօրինի գործողությունների մասով փաստաթղթեր է պատրաստվում ներկայացնել ԱՄՆ նոր վարչակազմին։ Հետաքրքիր է, թե այդ ինչ փաստաթղթեր պետք է փոխանցի Ալիևը, քանի որ USAID գործունեությունն Ադրբեջանում վաղուց էր արգելված։ Մինչ Ալիևի ԱՄՆ նախկին վարչակազմին քննադատելուց հետո նոր վարչակազմին հաջողանալու հատվածներին հասնելը, եկեք վերլուծենք, թե ինչու է Ալիևը այդքան սրտնեղած նախկին վարչակազմից եւ ինչպես էր Բայդեն-Բլինքեն թիմը իրականում սատարում Հայաստանին։ ԱՄՆ նախկին վարչակազմի գործուն աջակցությունը Հայաստանին երևաց 2023 թվականի սեպտեմբեր ամսին։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ պատերազմում պարտված Հայաստանի վրա ռազմական հարձակում էր գործել Ադրբեջանը, որի արդյունքում օկուպացվել է Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ օրերին, երբ ջերմուկն ու այլ բնակավայրերը Ադրբեջանի հրետանու կողմից ռմբակոծվում էին, միջազգային դերակատարներից հենց Էնթոնի Բլինքենն էր, ով ինտենսիվորեն ճնշումներ էր գործադրում Ադրբեջանի վրա ռազմական գործողությունների դադարեցման նպատակով։ Նա հեռախոսազանգերի միջոցով հասցեական կոչեր էր արել Ադրբեջանին, խորը մտահոգություններ հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում Հայաստանի տարածքը հրետակոծելու առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը կոչ էր արել նախագահ Ալիևին կասեցնել ռազմական գործողությունները եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրելու կռիվը անհապաղ դադարեցնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղությամբ։ Այս կոչերից հետո ադրբեջանական առաջխաղացումը դադարեցվեց, եւ երևի Ալիևը հենց այս եւ սրան զուգահեռ ընթացող ակտիվ միջնորդական ջանքեր է նկատի ունի, որ քննադատում է Բայդեն-Բլինքեն վարչակազմին։ Հարկ է նաեւ նշել, որ նույն Բայդեն-Բլինքեն վարչակազմին 2023 թվականին տեղի ունեցած Արցախի հայաթափումը կանխել չհաջողվեց, թեև շարունակական զանգերը եւ համապատասխան կոչերը առկա էին ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ եվրոպական մի շարք այլ երկրների կողմից, բայց Ադրբեջանը սկզբում բլոկադայի ենթարկեց Արցախը, հետո ռազմական գործողություն սկսեց միայնակ մնացած Արցախի դեմ, ինչի արդյունքում 150,000 քրիստոնյա հայերը էթնիկ զտման ենթարկվեցին։ Այս հատվածն ամփոփելով, Հայաստանի ճանաչված տարածքում Բլինքենը գործուն դերակատարություն ունեցավ, իսկ Արցախում ոչ, բայց պետք է չմոռանալ, որ Արցախում դա պետք է կանխեին ռուս խաղաղապահները, ոչ թե Բլինքենը։ Տարիներ շարունակ հայկական քաղաքական միտքը փորձել է վերլուծել, թե որն է ԱՄՆ-ի շահը Հայաստանում եւ ինչի դիմաց նա պետք է հետաքրքրված լինի այստեղ։ Այս հարցին պատասխանող դոմինանտ թեզերից էր, որ ԱՄՆ-ին պոստսովետական տարածքի երկրները հետաքրքիր են այնքանով, որքանով նրանք կարող են խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Հարկ է նշել, որ այս թեզի շրջանակներում Բայդեն-Բլինքեն վարչակազմի վարքագիծը չի բացատրվում։ Եթե այս թեզը պնդեին Վրաստանի իշխանությունները, դա կարելի էր տրամաբանության մեջ ինչ-որ մի կերպ տեղավորել, քանի որ իրենց պնդմամբ ԱՄՆ-ն ստիպել է իրենց երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնահատվածում։ Այս մասին հրապարակային հայտարարել են Վրաստանի իշխանությունները, բայց Հայաստանի պարագայում նման խոսակցություններ չեն եղել։ Հայաստանում անգամ հապկից կամ ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, նույնիսկ չի հայտարարել նման պատրաստականության մասին։ Ողջ ընթացքում եղել է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը եւ այսպես շարունակ։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ ԱՄՆ նախկին վարչակազմի աջակցությունը պայմանավորված է եղել Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներով, այսինքն արժեքային համատեքստում։ Պետք է այստեղ հստակեցնեմ, որ մենք այն թեզի կողմնակիցը չենք, թե եթե ժողովրդավար լինենք, ապա ժողովրդավարական երկրները մեզ կաջակցեն։ Ուղղակի փորձում ենք հասկանալ, թե այնքանով, որքանով ԱՄՆ նախկին վարչակազմը սատարել է Հայաստանին եւ այդքան խանգարել Ալիևին, որը կարող է լինել այդ ամենի հիմնական պատճառը։ Վերադառնալով Ալիևին, նա նշում է, որ Թրամփի հաղթանակը Հայաստանի համար մեծ հիասթափություն է։ Այս միտքը բավականին ուռճացված է, որովհետև սա ոչ թե Հայաստանի համար հիասթափություն էր, այլ պսևդո-արևմտամետ վայ փորձագետների համար, ովքեր բացարձակապես չտիրապետելով ԱՄՆ-ում տեղի ունեցող քարոզարշավի 100 օրերի ընթացքում առկա մթնոլորտին եւ իրավիճակին, մեծ վերլուծություններ էին անում այդ իրադարձությունների մասին, ժողովրդին ներկայացնելով, թե Թրամփը շանսեր չունի։ Եկեք մի պահ հիշենք, թե Հայաստանում ինչ էին կանխատեսում այդ մարդիկ։
0 շանս ունի հաղթելու, 0 Արմեն։ Բացառվում է դա։ Հարցը մենակ նրա մասին է, թե ինչքան խայտառակ է ինքը պարտվելու։ Իսկ ասեմ ինչի համար է այդ ձեզ մոտ տաք են պահում ամերիկյան հասարակությունը, սա զուտ մասնագիտական է։ Տաք են պահում, որ փողը ֆռա։ Չէ, փող չի ֆռա։ Թրամփը չի անցնելու, հաղթելու են դեմոկրատական կուսակցությունը, Կամալա Հարիսը։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների եւ Արևմտյան Եվրոպայի քաղաքականությունը Ուկրաինայի եւ հետեւաբար նաեւ Հայաստանի անդեպ պահպանվելու է։ Համոզված եմ, որ Թրամփը չի ընտրվելու։ Ես սկզբանե այդ կարծիքին եմ եղել, որ չի ընտրվելու։ Հարգի աշխարհը սպասում է, որ Թրամփը կհաղթի, ենթադրյալ շատ բան կփոխվի, բայց ինձ թվում է, որ չի հաղթի, թող այդ կարծիքն էլ լինի։ Թրամփի նման մեկը կհասնի մինչև Սպիտակ տուն եւ այստեղ հավանականությունն ավելի մեծ է, որ չի հասնի։ Եվ ասում են, էս են տղամարդն ա, որը բոլոր տեղերից Ամերիկային հետ ա քաշում, էս էլ են կինն ա, որ ասում է, էս ծրագիրը առաջ ենք տանելու, հավանականությունը Կամալա Հարիսի շատ ավելի մեծ է։ Արի գրազգանք, որ Թրամփը չի անցնի։ Չէ, ես ուրախ կլինեմ, ես ինքս ներկայացնում եւ տենդենսը տեսնում եմ։ Ես քեզ գրազ եմ առաջարկում, ինչ ուրախ լինելու։ Չէ, ես չեմ վիճում քեզ հետ։ Այս վերլուծությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ իրականության մեջ եւ պրոդեմոկրատական լրատվականները, փորձագետներն ու ալիքները, օրինակ MSNBC, CNN, ABC News, CBS News, Ezra Klein, Paul Krugman եւ այլոք, եւ պրոհանրապետականները, օրինակ Fox News, Newsmax, The Blaze, Ben Shapiro, Matt Walsh եւ այլոք թեև պաշտպանում էին իրենց նախընտրած տեխնացուին, բայց մեծամասամբ համակարծիք էին, որ ընտրարշավի ընթացքում ոչ ոք չի կարող ասել, թե ով կընտրվի նախագահ։ Կարճ ասած, ամերիկյան մեդիադաշտում կար համընդհանուր կոնսենսուս, որ ոչ ոք չի կարող վստահ ասել, թե ով կընտրվի, բայց դա մեր արևմտամետներին չէր վերաբերում։ Այնուհետև Ալիևը նշում է, որ իրենց համար ավելի հեշտ է աշխատել հանրապետական իշխանության հետ, որ նա շատ լավ համագործակցել է Բուշի ադմինիստրացիայի հետ։ Նա նաև օգտագործեց Թրամփի բառապաշարը fake news-ի մասով։ Այն մեդիաները, ում Դոնալդ Թրամփն անվանում է fake news, շատ ագրեսիվ էին մեր նկատմամբ։ Washington Post-ը, New York Times-ը եւ այլն։ Թրամփի ընտրվելուց հետո նրանք դադարեցին հրապարակել Ադրբեջանի մասին բոլոր տգեղ հոդվածները։ Մենք գիտեինք, որ այդ հոդվածների աղբյուրը պետդեպն է։ Նույնը նաև USAID-ն էր։ Իդեպ, մեր գլխավոր դատախազը հետաքննում է USAID-ի ապօրինի գործունեությունը։ Ես արդեն տեղեկացված եմ նախնական հետաքննության մասին, եւ դա ցուցաբերում է հակաադրբեջանական գործունեության շրջանակը, որը փորձում էր քայքայել մեր կառավարությունը։ Հենց հետաքննությունը պատրաստ լինի, մենք դա կուղարկենք նախագահ Թրամփի ադմինիստրացիային, որ նրանք քայլեր ձեռնարկեն USAID-ի կոռումպացված ղեկավարության դեմ։ Առաջին հայացքից ձեզ կթվա, թե Ալիևը ուղղակի մտահոգված լինելով իր երկրի կայունությամբ փորձում է պայքարել օտարերկրյա միջամտությունների դեմ, բայց պետք է ինքներդ ձեզ հարցեր տաք, թե ինչու է Ալիևը սա ասում հենց հիմա, տալով նախագահ Թրամփի անունը։ Ովքեր հետևում են ԱՄՆ լրահոսին, անգիր գիտեն, որ Թրամփը եւ իր քարոզարշավի ընթացքում եւ նախագահությունը ստանձնելուց ի վեր թշնամական պայքար է սկսել պրոդեմոկրատական լրատվականների եւ USAID-ի դեմ։ Թրամփը ոչ մի առիթ բաց չի թողնում անդրադառնալու այս թեմաներին։ Նրա հրամանագրով արդեն իսկ փակվել է USAID-ը, իսկ այն ինչ մնացել է դրանից անցել է պետդեպի վերահսկողության տակ։ Ալիևն ուղղակի այս ամենն իմանալով հմտորեն հաճայանում է ԱՄՆ նախագահին, խոսելով Թրամփի սիրած թեմաների մասին։ Աշխարհի շատ առաջնորդներ արդեն հասկացել են, որ Թրամփի հետ լավ հարաբերություններ ունենալու համար պետք է վերջինիս հաճոյանալ, գովել, փաղաքշել, անընդհատ նշել, թե ինչ լավ առաջնորդ է նա, համակարծիք լինել իր հետ, ինչպես դա անում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, եւ ինչպես դա չէր անում Զելենսկին, ելի Վաշինգտոնում հանդիպման ժամանակ։ Ալիևը շատ լավ տիրապետում է թրամփական խոսույթին եւ հաշվարկված պասեր է տալիս իր կողմ ուշադրություն գրավելու նպատակով։ Մնալով թրամփական գծի մեջ Ալիևը նաև անդրադարձել է Եվրամիությանը, նշելով. Թրամփի իշխանության գալուց հետո մտածել, թե Ստրասբուրգի Եվրոպական խորհրդի կամ Եվրոպական պարլամենտի ինչ որ բանաձև կարող է մեզ համանշանակություն ունենալ, շատ նաիվ է։ Մինչև Թրամփի իշխանության գալն էլ Ադրբեջանն առանձնակի չէր ճնշվում եվրոպական երկրներից, իսկ այս ելույթով արդեն հստակ ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական նոր իրողություններում հարգանքով է վերաբերվում Միացյալ Նահանգներին, մինչդեռ Եվրոպական միությունն իր համար հեղինակություն չունի։ Ոչ վաղ անցյալում մարտի 31-ին Գերմանիայի նախագահականը պաշտոնապես եւ հրապարակային կերպով ներողություն խնդրեց Ադրբեջանից այն բանի համար, որ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմերի սոցցանցի պաշտոնական էջում Արցախի դրոշով հրապարակում էր արվել։
Գերմանիայի նախագահականը պարզաբանել էր, որ գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում եւ որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում։ Նշել են, որ ցավում են տեղի ունեցած սխալի համար եւ անկեղծ ներողություն են հայտնում այն սխալ տպավորության համար, որ նշյալ հրապարակումն ազդել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա։ Ոնց երևում է, Ալիևն ըմբռնում է աշխարհակարգի նոր փոփոխությունները եւ իր խոսույթն ու մոտեցումները հարմարեցնում ԱՄՆ նոր վարչակազմի կողմից հարուցված իրողություններին։ Այս պայմաններում հարց է առաջանում. արդյոք մեր երկրում մեր իշխանությունների շրջանում կա այս ըմբռնումը, որ ժողովրդավար լինելու կամ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հանձնառությունների համար ԱՄՆ-ն նույն կերպ հետաքրքրված չի լինելու Հայաստանով, ինչպես Բայդեն-Բլինքեն վարչակազմի ժամանակ էր։ Հետևելով քաղաքական գործընթացներին եւ ծանոթ լինելով մեր իշխանությունների post-factum գործելավոճին, իհարկե ոչ։ Թրամփի վարչակազմը բացի nation building-ի քաղաքականությունից հրաժարվելուց, լիբերալ աշխարհակարգը փլուզված համարվելուց, չակերտավոր fake news-ի, տրանսգենդերների դեմ պայքարից եւ բիզնես շահը առաջնային համարելուց, նաեւ կարեւորում է քրիստոնեությունը։ Այս վարչակազմի առանձնահատկություններից է որպես ԱՄՆ-ի հիմնարար արժեք քրիստոնեության ընդգծումը, եւ նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ իրենց ադմինիստրացիայի հիմնական դերակատարները առիթ բաց չեն թողնում այս հանգամանքն ընդգծելու համար։ Հենց հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի ինագուրացիայի միջոցառման ժամանակ Թրամփը նշում է. «Ես փրկվել եմ Աստծո կողմից, Ամերիկան նորից հզոր դարձնելու համար։ Մենք երբեք մեր Աստծուն չենք մոռանալու»։ Այսպիսի մտքեր ԱՄՆ նախագահը նաև ասել է ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ, Հավատ եւ ազատություն կոալիցիոն կոնֆերանսի ժամանակ, ազգային հավատքի հեռարձակողներին ուղղված ուղերձի ժամանակ եւ նաև կարելի է հարյուրավոր այսպիսի բովանդակություն գտնել համացանցում։ Քննադատները հիմա կասեն, դե դա միշտ էլ եղել է, օրինակ Օբաման, Նիքսոնը կամ Ռեյգանը իրենց ինագուրացիայի ժամանակ ավելի շատ են Աստծո անունը տվել, քան Թրամփը փետրվարի 20-ին։ Ինագուրացիայի ժամանակ այո, բայց քարոզարշավի ընթացքում եւ ընտրվելուց հետո այդպիսի բան չի եղել, եւ որ ամենակարևորն է, հայերին հիշատակելիս Թրամփն այսպես է խոսել. Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 քրիստոնյա հայերը սարսափելի կերպով հետապնդվեցին եւ բռնի տեղահանության ենթարկվեցին Արցախում։ Սրան զուգահեռ մի այսպիսի հետաքրքիր հոլովակ կա ներկայիս պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ։ US Secretary of State Marco Rubio appeared on TV Thursday, March 6, with a noticeable cross of ashes on his forehead. Բացի համացանցում առկա ինֆորմացիայից, նաև տեղեկություններ ունենք տարբեր մարդկանցից, ովքեր անձնական շփումներ են ունեցել ԱՄՆ հանրապետական կուսակցության պաշտոնյաների հետ եւ փաստում են, որ հայերի քրիստոնյա լինելը կարող է գործունեության լայն տարածք ստեղծել նոր վարչակազմի հետ։ Հետևաբար հայկական կողմը լայն հնարավորություններ ունի քրիստոնեության թեմատիկայով ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների նոր մակարդակ հաստատելու համար։ Ինչևէ, ժամանակն է, որ ամփոփենք։ Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը սահմանադրության փոփոխության պահանջից չի հրաժարվում, իսկ քաղաքացիական պայմանագիրը շարունակում է ձևացնել, թե օրակարգ բերած սահմանադրական փոփոխությունները կապ չունեն այդ պահանջի հետ։ Սրան զուգահեռ Ալիևը փորձում է տեղավորվել Թրամփի վարչակազմի առանցքում, շոշափելով այնպիսի թեմաներ, որոնք գրավիչ են վերջինիս համար։ Այս համատեքստում մենք մեր իշխանությունների կողմից նոր աշխարհակարգին հարմարվելուն ուղղված վարքագիծ չենք տեսնում։ Հարկ է նաև նշել, որ մոտ 2.5 ժամ տևած ելույթի ընթացքում Ալիևը միջանցքի հետ կապված պահանջներ չի ներկայացրել, այլ խոսել է այն մասին, որ իրենք այլընտրանքային ճանապարհներ կգտնեն միջին միջանցքն իրականություն դարձնելու համար։ Եղան նաև հետաքրքիր հատվածներ, որ չհասցրեցինք ամփոփել ձեզ համար, բայց այդ մասին կխոսենք հաջորդ հաղորդումներում։ Բաժանորդագրվեք Itess Media YouTube-յան ալիքին եւ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը Ալիևի վերջին ելույթի մասին։